Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ լրագրող Ոսկան Սարգսյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Շատ հարցերից կարող ենք խոսել ձեզ հետ։ Նախ ամենակարևորը սկսենք նրանից, ինչ կա Տավուշի մարզում, որտեղ դուք ամեն դեպքում այնտեղի խնդիրներին լավատեղյակ եք։ Մի քանի խոսքով ներկայացրեք այս նախընտրական Տավուշում ինչ է կատարվում, որովհետև բոլոր մարզերում կարծես թե բուռն իրադարձություններ են որոշակի ձևով, այս փոսերից ենք խոսում, թե մարզային, թե երևանյան։ Մի խոսքով ինչ կա Տավուշում, ինչ է արձանագրել, ընդ որում ես ձեր Facebook-յան էջում նկատեցի, որ պարգևավճարների մասին խոսել եք նաև Տավուշի մարզում պարգևավճարների եւ հայտարարում եք, որ որքան էլ շատ լինի պարգևավճարները, ամեն դեպքում այնտեղ չեն կշտանում։ Ողջունում եմ մեր բոլոր դիտողներին, ովքեր ժամանակ են գտել, հնարավորություն են գտել այս հաղորդումը նայում են, ձեր հաղորդման ընթացքում տեսնում տարբեր հյուրեր, տարբեր տեսանկյուններից ներկայացնում են իրավիճակը։ Ես Տավուշեցի եմ, նոյեմբերյանցի եմ, շատ ակտիվ շփում եմ մարզում, բայց ոչ միայն Տավուշից եմ գրում, բայց դա իմ հայրենիքն է, իմ բնօրանն է, իմ հենման կետն է, որտեղ ես ինձ լավ եմ զգում իմ հայրենիքն է, որտեղ տաք է, որտեղ սահման է, որտեղ մարդիկ հզոր են, ուժեղ են, կայացած են, դե պարզ է, փոքր հայրենիքը միշտ էլ սրտին մոտ է։ Ընդհանուր վիճակը, որ ասեմ, ինչպես Հայաստանի ամբողջ տարածքում մի քիչ ավելացրած սահմանային խնդիրները, որ սահմանազատումը կիսատ մնաց, իրական դա սահմանազատում էլ չէր, միակողմային տվեցինք իրանցի հողերը, իրանց բաղանից հատվածում եւ Բերքաբերի մոտ 30 տարի ամրացված դիրքեր հանձնեցին, ոչինչ էլ չստացան, իհարկե բնակիչներին գաղտնի ընթացակարգով փողեր տվեցինք իրանցի գաղտնի, չիմացանք ինչքան, ում ինչքան, ինչպես։ Իհարկե ես միշտ մտածում եմ, որ այդ արանքում ինչպես ասում են, մեղրը կտրողը մատը լիզում է։ Այս դեպքում կարող մատը չէ, ձեռքը լիզեցին։ Այսինքն մարդիկ կան, որ գումար աշխատեցին, ես այդպես եմ կարծում, եթե գաղտնի ընթացակարգ չունի, կիմանանք ով ինչքան տարածքի մոտ, նույնիսկ կասկածում ենք, որ մարդը հող չի տվել, բայց փող է ստացել, ինչի դիմաց է ստացել։ Ես չեմ ուզում որևէ անուն տամ, բայց կասկածում եմ։ Գիտեմ մարդկանց կասկածում եմ, երբ որ ժամանակը կա, երբ որ իշխանություն կփոխվի, ժամանակ այդ հարցերը կառաջա, իսկ այս իշխանության օրոք ոչ մի արտահայտության չեմ ակնկալում, եթե արտահայտություն ուներ 65 միլիարդի 23 միլիարդի 63 միլիոն դոլարի անիվի փողերը, մսխած փողերը դուրս կգային, Իջևանի դենդրոպարկ, ավերված դենդրոպարկի համար պատասխան կտային, այլ հարցեր, շատ հարցեր։ Բայց Իջևանում եղան հողատարածքներ, որ վերադարձվեցին համայնքներին, այնպես չի, որ այս իշխանությունները ձեռքերը ծալած են նստում։ Իհարկե, այս իշխանությունները ձեռքերը ծալած չեն նստում, Արցախը հանձնել են, Հայաստանից 250 քառակուսի կիլոմետր հանձնել են, բայց ինչ որ հատիկ առ հատիկ, չգիտեմ, քյաբաբ առ քյաբաբ, կոպեկ առ կոպեկ հետ են բերում։ Հայ Իջևանի տարածքներն հետ բերել, ճիշտ են այլ, ողջունում եմ։ Բա մեր հողերն ով է հետ բերել։ Մեր սահմանամերձ տարածքները 250 քառակուսի կիլոմետր տարբեր մարզերից, բա այն 30 տարի օկուպացված տարածքները Տավուշում մոտավորապես 10,000 հեկտար 30 տարի ադրբեջանական վերահսկողության տակ, ով է հետ բերել։ Նույնիսկ Բերքաբերից Ջողազի ջրամբարի ցախափին 900 հեկտար Բերքաբեր գյուղը հող ունի։ Մտածում են, որ սահմանազատումով հետ կբերվի, բայց ինչ հետ բերվել։ Քանի այս իշխանությունն է, այս իշխանությունը մենակ տալու է։ Սրանց չեն բերել իշխանության, որ իրանք հող բերեն, ետ բերեն։ Իրենց բերել են, որ իշխանություն տան, բան հող տան եւ տալիս են։ Իրանք այդ օրակարգն են սպասում, իրանք ամբողջությամբ դրսի օրակարգն են սպասարկում։ Իսկ Տավուշում նաև շարժումներ կա, գրասենյակներ են բացվում, օֆիսներ են բացվում կուսակցական, նաև համախմբումներ անում, հանդիպումներ ա կայանում եւ ասեմ որ գրասենյակը նկատի ունեք Տաշիր գրուպի ոչ միայն
Նաև հայակվեի, նաև միասնության թևերի։ Այսինքն ընդդիմադիր դաշտի մասին Հա, խոսքը գրասենյակներ, իսկ դե իշխող կուսակցությունը ունի գրասենյակներ, բարձր, բայց նաև ընդդիմադիր։ Իսկ ներքին հարցումները ամեն դեպքում դուք շփվում եք բնակչության հետ, ում է պատրաստ ընտրել Տավուշի բնակիչը։ Ասեմ, որ Երևանում եթե այսօր Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի վարկանիշ 10% է, մարզերում 30-35%։ Այսինքն 35% հնարավոր է ձայն հավաքի Նիկոլ Ամբողջ Փաշինյանը Հայաստանում Տավուշի մարզին։ հնարավոր է, բայց Երևանում ես ասում եմ, որ Երևանում իհարկե շատ եմ շփվում, Երևանում շատ քիչ է վարկանիշ, որտեղ Երևանում ինֆորմացիայի տեղեկատվության այլ աղբյուրներ կան, մարդիկ տեսնում են, որ ոչ թե երկիրը թռած, զարգացած գնում է, այլ երկիրը պարտքերի մեջ է խրվել, ոչ մի մեծ ծրագիր չեն արել, ոչ մի մեծ ծրագիր չեն արել։ Ու ընդհանրապես այս այդքան փողը ինչի վրա են ծախսել 8 միլիարդ դոլար, որ վարկ են վերցրել։ Պարոն Սարգսյան, քանի որ գտնում եք, որ Տավուշն էլ է փաստորեն այս նախընտրական ժամանակաշրջանը ապրում այդ գրասենյակների բացումով, բնականաբար եթե գրասենյակները բացվում են, հանդիպումներ են լինում եւ բնականաբար բոլորը ճոխ խոստումներ են տալիս, այսօր Տավուշի բնակիչը ամենակարևոր խնդիրը իր համար ո՞րն է։ Անվտանգություն եւ աշխատանք, զբաղվածություն, սոցիալական խնդիրներ։ Զբաղվածությունը դա անասնապահություն, հողագործությունն է, թե այլ աշխատատեղերի կարիք էլ ունի Տավուշի մարզը։ Կան, ինչ որ գյուղերում չկան, բայց օրինակ Իջևանում կարի երկու փոքրիկ արտադրամաս կա, հնդիկներ են աշխատում, հնդիկները դուրս են գալի Զբոսնում, Իջևանում, ասենք 70 հոգի կարի արտադրամասը նստած երիտասարդ հնդիկները բան են, կար են անում, շոր են կարում, ու նաև գործադուլ էին արել, աշխատավարձի կհիշեք, մեկ ամուսնացել է Իջևանցի աղջկա հետ, երջանիկ են մի աղջիկ գեղեցիկ բալիկ ունեն, երջանկություն, ոնց որ ինչպես ասում են, այդ խառը ամուսնության, ինտերնացիոնալ ամուսնության այդ զույգերին ամուսնություն, ինչ ասեմ, կա այդ նման բաներ, որն հենց ասեմ գյուղերում են, ասեմ վերջի տարիներին շատ կրճատվել է բանը, անասնապահների, կովերի, խոշոր եղջերավոր անասունների քանակը, որովհետև արդեն սահմանների մոտենալու հետ է կապված։ Եվ ասենք իրանցում 40% նվազել է, որ արուտավայրերը հանձնելուց հետո արուտավայրերը նվազել է, բայց ընդհանուր կովեր, ասենք խոշոր եղջերավորները պահում էին տարեց, ընտանիքի տարեց անդամներ, նրանք մահացել են, երիտասարդները չեն ուզում որ գնան գոմ մտնեն, իրանցից գոմի հոտ կա, բանի։ Դե հիմա կարծես դա արդեն համատարած գրեթե գիտեք չեն ուզում էլի մշակեն, բանը կով պահեն, որովհետև մտածում են որ դա եթե ընդհանրապես կան փոքր բանը գյուղերում տնտեսություններ, որոնք անասուն են պահում, նրանք մի քիչ խոշոր քանակ են պահում, որ եկամտաբեր լինի, բայց դա շատ ծանր գործ է, որովհետև տանում են սարերում են արածացնում, անձրևի տակին, բարի կարևի տակին, կարկուտի տակ, կայծակից են շատերը նաև վնասվել, եղել է տես դեպքեր։ Եվ հեշտ չի, գյուղացու աշխատանք, գիտեք, շատ ծանր է, իսկ Տավուշում ոռոգելի հողերը շատ չեն, մոտ 6000, այդքան էլ չկա, բայց հիմնականում եկամտաբերա Բագրատաշենի ենթաշրջանում, Դեբեդի հովտում, որտեղ առաջ դեղց էին մշակում, հիմի կարալյոկ են մշակում, դա եկամտաբեր է, բայց մնացած տեղերը, ասենք, հացահատիկ մշակում են, որտեղ քիչ են մշակում, դա եկամտաբերությունը քիչ է, չնայած պետության կողմից 80,000 դրամ ամեն էլիտար, այսինքն էլիտար տեսակի սերմացով մշակելու դեպքում պետությունը 80,000 դրամ բանն է տալի, փոխհատուցում, բայց դա քիչ է, նախ դաշտերի տարիներ շարունակ չեն մշակում, մկները շատացել են այդ կրծողները, քիմիական մշակում չի արվում, հողը չի պարտացվում, եւ եթե ամեն տարի հողը չի մշակում, նաեւ բանը։ Այդ դեպքում ինչի համար են այդ պարգևավճարները, որոնց դուք անդրադարձել եք։ Սա բանը, կոռուպցիա, օրինականացված, սա թալան է։ Այսինքն օրինականացված թալան է։ Ինչքան պարգևավճարի մասին է խոսքը, որ դուք անհանգստացած եք։ Ես ընդհանրապես եմ անհանգստացած։ Անհանգստացած եմ, որ նախարարը 7-ից 9 միլիոն դրամ պարգևավճար է ստանում, որ ասենք արտադրության առումով բարդակ է Հայաստանում, եւ նախարար Սրբուի Գալյանն ասում է, հա 7-ից 9 միլիոն ինչ էր, որ չպարգևատրվեինք, բայպետի մենք էլ 10 տարում 200,000 դոլարանոց տուն ունենանք։ Ինչ է կարել, ինչ պարգևատրումը տրվում է լավ աշխատանքի համար, որը արդյունքներ է ձեռք բերում, որը նվաճումներ եւ արտաժամը լրացուցիչ։
աշխատանքի, ասենք Նիկոլ Փաշինյանը չի համար ապարգևատրում, որ ասենք Խաղաղություն է բերել։ որ չէ, որ Արցախ Խաղաղություն է հանձնել է, բերել։ Արցախ ում համար է խաղաղություն։ Սա Խաղաղություն է բերել։ խաղաղություն չի, սա Հայաստանի Հանրապետության սահմաններում զինվորների վրա չեն կրակում։ չեն կրակում, Արցախում էլ չեն կրակում միջև պատերազմը։ Այն պահին, որ Արցախին թողեց իր հողը Նիկոլ Փաշինյանը, ինչ կապ ունի։ պատերազմը ով հրահրեց։ Ամեն դեպքում մենք գիտենք այս իշխանության կողմնորոշումը։ Դա կողմնորոշում չի, դա արդարացում է, դա կռուտի, դա մանիպուլյացիա, ուզում եք հազար ձևի ասեմ, քարոզչական հնարք է, ինքնաարդարացում է, հանրության առաջ ինչ որ բանով հանդես գալը, դա չի կարող, պատմությունը գիտեք ինչ ասում։ 18 թվականին ստացել եք իշխանություն։ Հիմա 26 թիվն է։ Ինչ ենք ունեցել 18 թվականին։ Ինչ ունենք 26 թվականին։ Հիմա թե դու դա ոնց ես արդարացնում, թե ինչ եղավ չարերազեր, նապսեր կպել հայ ազգին, թե ինչ եղել։ Հիմա նոր ասում այսօր ես տեսնում եմ Նիկոլ Փաշինյանն ասում, սկսել եմ հայոց պատմություն սերտել։ Բա ինչ է իրանում միջև հիմի, դպրոցում ինչ է շինում, համասարանում որ կիսատ մնաց ուսում։ Բայց նույն Նիկոլ Փաշինյանն ասում է ոչ թե հայոց պատմություն պետք է լինի Հայաստանի պատմություն։ Հետո դառնալու է բանը Էրմանիստանի պատմություն։ Եթե իրանք մնացին, դառնալու է Էրմանիստանի։ Հիմա քննարկենք թե գնում ենք վիլայեթ, թե դառնում ենք գուբերնիա, այսպես ասենք։ Հիմա քանի որ խոսում ենք Տավուշից, դուք նաև ունեք արձանագրել եք, թե քանի հոգի մարդ է մասնակցելու ընտրություններին։ Թիվը ինչպիսին է։ Կոնկրետ թիվ կա։ Ես չեմ արձանագրել բնակչության թիվ եմ հանարել, որ տարակուսում է, ես մարզպետանից Տավուշի մարզպետից, որ համատեղության կարգով կամ արել ճիշտ այդ պատճառով, որ մարզպետա նշանակել, որտեղ Նիկոլ Փաշինյանի դասընկերն է հարսանիքի քավոր, նա հարսանիք էլ չի ամուսնության, որտեղ Դե այդ ամուսնության մասին մենք խոսենք, քանի որ Աննա Հակոբյանը գրառում էր կատարել, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց քաղաքացիական ամուսնությունը ավարտվեց, այնպես որ շահարկումներ նրանց ընտանիքի հարցերը մի քիչ խառը բաներ է, ես չեմ ուզենա ոնց որ ասած մտնել մատանու արանքը։ Մենք չենք մտնում, մարդիկ թափանցիկ են ապրում, իրենց ամեն ինչի ինչ որ կա, թափ մեզ ներկայացնում են։ Մի բան ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է այդ զեղչված կեղծ պատարակներ։ Նիկոլ Փաշինյանը որտեղ է ինքը որպես հայ քրիստոնյա, որտեղ է ինքը կնքվել, ով է եղել նա կնքահայրը, որ քահանան է իրեն։ Դա դուք իմանաք, քավորից բռնացրած դուք գիտեք ով է նրա քավորը։ Դե ես այս հարցերը որ տալիս եմ, հենց այնպես չեմ տալի։ Ես նման բան, որ ես գիտեմ, ես կարելի ասել շաբաթվա 3 օրը Իջևան եմ լինում։ Այսինքն 30 տարի։ Այն մարդիկ, որոնք ինքն է ճանաչում, 30 տարի եթե Դուք ասել Նիկոլ Փաշինյանը կնքված չէ։ Ես չեմ այս հարց եմ տալի։ Ով է եղել նա կնքահայրը, երբ որ եկեղեցում է կնքվել։ Եվ մի բան, այդ ինչպես են տենց, այդպես այդքան տարան բան էլի տենց հավատավոր տարան։ Բառաճ ինչ չէին գնում պատարակի։ Մինչև 18 թվականը կամ 18-ից 20 թվականին տեսած եք Նիկոլ Փաշինյանին որևէ եկեղեցում պատարակի։ Դե ժամանակ ասում են, դիտակցաբար, քաղաքական կյանք են ապրում, մի խոսքով ուսումնասիրում են, հետազոտում են, հասկանում են, որ կարող է։ Այս 50 տարեկանում հեծանիվ քշել են սովորում, 50 տարեկանում ձվածեղ սարքել են սովորելը, որտեղ կրթությունը նորացել է։ Ձվածեղ են սարքում սննդի են, երշիկի բանի հետ մնացորդներով։ 50 տարեկանում թմբուկ զարկել են սովորում, 50 տարեկանում դիսկոտեկա են հրավիրում են բանով են, տարեց օրիորդ կանանցով են, որ ոչ թե բազակյան տարիք են, այլ մի բան էլ ավել են, կանանց հրավիրում են, որ նկարել են, ասում են ինչ եք եկել այդ բանին, ասենք այն Գուրգեն Մելքոնյանն հրավիրում են դիսկոտեկա։ Այն մարդուն ուրեք հրավիրում, նա ինչ դիսկոտեկա։ Նա դիսկոտեկայի բանա։ Պարոն Սարգսյան, եթե Տավուշի թեման ամփոփենք, Տավուշը պատրաստ է ընտրություններին։ Այսինքն ինչ մարդիկ ունեն իրենց կարծիքը։ Դե ինչպես միշտ ամեն տեղել ամեն ձևի մարդ կա։ Ասենք դե չի միասնական չի, դե ամեն ձևի կարծիք, այնտեղ կան իշխանության մարդիկ, իշխանամետ, որոնք օգտվել են այս իշխանության բարիքներից։ Նրանք բարձա որ իրանց համարում է 35%-ի մեջ կմտնեն, որ դուք ասում եք մոտավոր այդքան։ Ինչու մենակ նրանք։ Ես մտածում եմ, որ նաև այն մոլորվածները, որ ամբողջ օրը հմեկ են լսում, այն քարոշություն են լսում, են հիմա ի՞նչն է շատացել, կեղծ քարոզիչներով։ Այդ մարդիկ այդ որտեղից դուրս եկան։ Քաղաքագետներ են, փորձագետներ են, չգիտեմ, ոնց ով է դրանց տվել այդ որակավորումը։ Այդ մարդիկ ինքնակոչ ոնց որ քաղաքագետներ են, այնց բաներ են ասում, մարդը զարմանում ասում է, այսքան սրանց սուտը որտեղից, որ այսքան սուտ բաներ են ասում։ Նայում ես հերոստացույցով ասում ես, ինչքան է զարգացել Հայաստանը, աճը փրփրել է դուս,
Բացում ես սառնարան, Նիկոլ Փաշինյանները չէ ասում զարգացման փուլում են, ոչ թե իրանք գոյատևման, սոված թե եկան, զարգացման փուլում։ իրանք սոված եկան, իրանք ոսկուրը սոված է, իրանք չեն կշտանում։ Դե Նարեկ Կարապետյանն էլ է ասում սոված են։ Դե ես գիտեմ, որովհետև մարդիկ կոփեին սուրճ խմելու փող չունեն, այսօր 5-6 տուն ունեն։ Հարությունն էլ ասում է ձեզ նման չեն թալանում, դրա համար Ո՞նց չեն կուշտ թալանում։ չեն, Ո՞նց չեն թալանում։ թալանում են։ Այսինքն թալանը օրինականացված ձևով են անում։ Ինչ է նշանակում պարգևատրում։ Ինչի համար եք պարգևատրում։ Հիմա կարող են, չէ, այդ բաներն սկզբից պարգևատրվում են, հետո այդ փողից տանում են ինչքան է 500-ից 1.5 միլիոն դրամ մուծում են ԿՊ-ի բանին։ Այդ որ կա համընդհանուր ընտրական իրավունք, բոլորը հավասար մի ձայնով, բոլորը անկախ սեռից, ռասայից։ Այդ ո՞նց եղավ, որ պետք է 500,000 տան կամ 1.5 միլիոն տան, որ ԿՊ-ի ցուցակում ուտի։ ԿՊ-ի ցուցակի մասին խոսենք կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդ մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրը լրագրող Ոսկան Սարգսյանն է։ Պարոն Սարգսյան, անդրադառնանք ԿՊ-ական ցուցակների, նախընտրական ցուցակի արդյունքները արդեն հայտնի են։ Եվ ԿՊ-ում քվեարկության մասնակիցներից 38-ը չեն քվեարկել Փաշինյանի օգտին։
այդ 38-ը դեռ հələ པարզ չէ թե դրանք ովքեր են, ընդ որում Արթուր Հովհաննիսյանը հենց հայտարարում է, որ իրենք ժողովրդավար կուսակցություն են եւ արդյունքների թեման, որ հիմա տրված է, թող ժողովուրդը քննարկի, իրենք դրանից վատ չեն զգում։ Եվ 3 օրով տևած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստացել է 894, Սուրեն Պապիկյանը 780, Գևորգ Պապոյանը 765, Արարատ Միրզոյան 743 ձայն, Անահիտ Ավանեսյանի արդյունքներն են եղել անսպասելի, 1028 պատվիրակներից ստացել է 554 ձայն, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, Ռոմանոս Պետրոսյանը 12-րդ տեղում է, Ալեն Սիմոնյանը 9-րդ։ Այս թվերը ինչի մասին են խոսում, արդյոք ցուցակը ընդհանրապես չի հետաքրքրում։ Իրանք ինչի արդյոք այս թվերը չեն խոսում, որ այդ կուսակցության ներսում գաղափարական տարաձայնություններ կան, չէ, ուղղակի գիտեք ոնց է, կամ հնարավոր է ներքին ընդդիմություն է ձևավորվում։ Նայեցի ցուցակում տարել են, ասենք, Նիկոլ Փաշինյանի մոտիկները 42-րդ տեղում Տավուշի մարզպետն է, Հայկ Ղալումյանը, 46-րդ տեղում Վահե Ղալումյանն է, Մանկությանն, եղբայրներ։ Ասենք Հայկ Ղալումյանը երբ է քաղաքականությամբ զբաղվել։ Ասենք այդ 50-ի մեջ Նիկոլ Փաշինյանի Փաշինյանը մոտիկներն են։ չի վստահում իր կուսակցություններին։ Որ չի վստահ էր, չէր տան իր դա համադասարանցուն Խավորին, Մանկության ընկերոջը գցել։ Այդ մարդիկ քաղաքական կարկառուն դեմքեր չեն, էլի։ Այսինքն չի վստահում, երբ որ այդքան մարդը չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, այդ 894 կարծիք ասա։ Այդ մարդիկ չեն ընտրել, չէ՞։ 38-ը չեն քվեարկել, հենց Գիտեք ինչի չեն քվեարկել, որովհետև նրանց էլ դուր չկալի, որ Նիկոլ Փաշինյանը ավանտյուր է անում, հայ առաքելական եկեղեցու գործերին է խառնվում, ուզում է նոր կաթողիկոս նշանակի։ Այսինքն մտնում է այն գործերին, որ իր գործերը չեն։ Այսինքն դա համանդրական համադրության խախտում է, ինքնիրապչություն է, որ հիմա քրեական օրենսգրքում կա կոնկրետ հոդված, համանդրության խախտում։ Իսկ դա ծանր հոդված է։ Բայց քանի որ մենք չունենք դատախազ, այլ ունենք Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական են աղջիկը, Աննա Վարդապետյան, չգիտեմ, մենք չունենք օրենք, այսինքն օրենք ունենք, բայց չի կիրառվում։ Այդ մարդիկ կատարում են Նիկոլ Փաշինյանի կամքը, որ վաղը մյուս օրը, մի տարուց հետո, X տարուց հետո, որ Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունի, որ այդ մարդկանց կանչեն օրենքի առաջ պատասխան տալու, ինչ են ասելու։ Նույնբերգյան դատավարությունում բոլորն ասում են Հիտլերն է հրաման տվել։ Բայց դուք եք հրամանը կատարել։ Դուք դատախազ եք, օրենքին եք ծառայում, թելեծառայում եք Նիկոլ Փաշինյանին։ Դե վերացրեք համադրությունը, հրճակեք Նիկոլ Փաշինյանի անվան պետություն, իրան հրճակեք բոլորը, ինքը դառնա կաթողիկոս, Նիկողայոս առաջին անունով, ինքը ամեն ինչ լինի, ինքը ասի թե ինչ, որն է ճիշտ ու սխալը ջոգի այս Հայաստանի երկրում։ Այդ ոնց կլի, օրենք չկա, բան չկա։ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ այս պահեդրությամբ քաղաքացիական պայմանագրի համար կոնկրետ մրցակից չկա։ Ճիշտ կլի, որ Ալեն Սիմոնյանն գլխավոր դատախազ կանչի արձակնություն։ Ասա քննիչական կոմիտեն, որ ասի, որ վերջի հայտարարությունը, որտեղ մանկապիղծ, եթե Հայաստանում կան մանկապիղծ 2-3 հոգեբորական, ինքն ինչպես ինքն ասել, դոշտ հերոստանգերության ռուսական։ Այդ մարդը գիտի հանցագործության մասին, այդ մարդին պետք է կանչել հարցակնության։ Ինքը կոնկրետ։ Բայց ինքն ասում է դուք անգրագետ եք, դուք ճիշտ չեք Չէ, այդ հասկացել, այդ արձագանքել է, չէ, այդ հայտարարությունների հետ կապված։ Չպետք է կանչել, ասել ովքեր են այդ մարդիկը, երբ են կատարել մանկապարտությունը, որոնք են դրա ապացույցները։ Չէ, գիտեք որ մանկապարտությունը ծանր հանցագործություն է, չէ։ Մարդը ծանր հանցագործության մասին հաղորդում է տվել։ Բայց ինչու քննիչական կոմիտեն չի կանչում հարցակնության։ Տեսնենք, բացի այն որ դա այդ մարդը հաղորդում է տվել հանցագործության։ Մյուս կողմից նաև մեծ հարված է բարևական հայ առաքելական եկեղեցի։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց եւ որ այդ կապված քննադատությունների հետ ընդունեք, որ դուք անգրագետ եք եւ լռեք։ Դիմեք դատարան զրպարտության համար, գանձ եք, գանձ, ուղակի չկրթված։ Չէ, դա ոչ մեկ դատարան դիմելու կարիք չկա։ Քննիչական կոմիտեն էր անդրադարձել եւ Լիդիա Մանթաշյանն էր ձեր նման հայտարարություն այդ գրառումը իրականացրել, որ եթե կան այդ մարդիկ, պետք է այդ մարդիկ լինեն անազատության մեջ, եթե ոչ, ապա պետք է զբաղվի դրանով դատախազությունը։ Այդ մարդիկ ովքեր են, ինչ փաստեր են, կանչեն Ալեն Սիմոնյան հարցակնության, ովքեր են այդ մարդիկ, դուք ինչ տվյալներ ունեք, որ այդ մանկապարտության հետ ինչ դեպքեր են, երբ են կատարվել, ինչու այդ մասին դուք լռել եք, իմանալով որ հանցագործության մասին, գիտեք չէ, ծանր հանցագործության մասին իմանալ չհայտնելը։ Եվս հանցագործություն։ Այս մարդը գիտեցել է։ Եթե գիտեցել ա, ինչի՞ ա լռել։ Հա, հիմա հայտնել ա, այս մարդուն կանչեք հարցակնելու, ասենք, այդ ովքեր են, երբ են կատարել, ովքեր են զոհերը, տուժածներն ովքեր են։
Չի կարելի գիտեք ինձ հենց օթում խոսել։ Սա խոսել չի, սա կոնկրետ հաղորդումը հանցագործության մասին։ Ընդ որում չի ասել նենց ինչ որ նեղ շրջապա, հայտարարել հրապարակային, լրատվամիջոցին, օտարերկրյա։ Հիմա դա համար եթե օրենք չկա, դա շատ վատ է վերջանալու։ Ասեմ, արդեն տեսնելով որ Արտուր Հովհաննիսյանն ասում է մեր իշխանության ժամանակ օրենքի առջև բոլորն են հավասար։ Այն որ ինձ սպառնում էր ականջ կտրի թե ինչ քիչ։ Նույն Արտուր, այո։ Հա, ինչ եղավ ինքը, այդ սպառնալիքի համար ինչ պատասխան տվեց։ Մարդը կոնկրետ ֆիզիկական հաշվարկների մասին ասում, չէ՞, քիչ կտրեմ թե ականջ կտրեմ, ինչ էր կտրում։ Ինքը չէր հայտարարում, բա ինչի պատասխան տվեց։ Այսինքն բոլորը գիտեք ոնց է Մուսոլինին, Բենիտո Մուսոլինին իտալական ֆաշիստների առաջնորդն ասել է օրենքը մեր հակառակորդների համար է, օրենքը մեզ չի վերաբերում։ Հիմա այդ տակոչմա ֆաշիստական արտադատությունն է, այսինքն օրենքը մեր հակառակորդների պատժելու համար է։ Հիմա ոնց ալում, եթե օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ինչու Արտուր Հովհաննիսյան, ինչու պատասխանատվության չի կանչում իր այդ սպառնալիքների համար, քիչ կտրեմ, ականջ կտրեմ, ինչ անեմ։ Բախի չկա։ Պարոն Սարգսյան, Հայաստան դաշինքի պատգամավոր Արտուր Խաչատրյանի կարծիքով միայն մեկ ընդդիմադիր ուժը չի կարող Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Դրա համար նրա գտնում է, որ պետք է նրա դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մի քանի ուժերի միավորումն է։ Գիտեք ոնց է, նախ պետք է ընտրություններին գնաս հաղթելու բանով, ոչ թե սպայից սկսեց կոալիցիայի մասին մտածել։ Այսինքն, եթե մտածում եք պետք է գուցե իրականում իրենց հնարավորությունները ճիշտ են այդ ռիսկերը հաշվարկում։ Դե հիմա կան 5 տարի խորհրդանում են, մի անգամ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ քաղաքացիական պայմանագիրը ջղաձգումների մեջ է, որտեղ արդյունքները ժողովրդի մեջ արդեն գիտեն, որ իրենց հանդեպ ինչպես են տրամադրված։ Դե ինչու այդ նույն ընդդիմադիրները 5 տարի մի հատ ամստավություն impeachment չհայտարարեցին։ Ինչու։ Մի հատ հարց եմ տալ, ինչու ամեն պատգամավոր օժտված է առաջնային մատնատով։ Ընտրել են մարդիկ, որ գնան Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացան։ Հեռացրի, գոնե impeachment հայտարարեցին, չէ։ Այդ դեպքում այս հայտարարությունները ինչի մասին են, դրանք համարում եք ձևական եւ ոչ։ Չէ, իրականում լինելու են մի քանի եւ 2 կամ 3 ընդդիմադիր ուժեր, որից առաջինը մեր ձևով կամ ուժեղ Հայաստանն է լինելու։ Երկրորդ կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի եւ Դաշնակցության միավորումը։ Երրորդ կարող է լինել, եթե կուսակցությունով հանդես կան, ոչ թե Դաշինքով, Ծառուկյանի ղեկավարած։ Եթե կուսակցությունով, իսկ եթե Դաշինքով գնան, կարող է չանցնեն։ Այսինքն կուսակցությունն ավելի հեշտ է հաղթարել 5%, քան, ասենք 19-10%։ Եթե 5%-ով հնարավոր որ Ծառուկյանի շուրջը լինի այդ համախմբումը եւ 5% անցնի։ Իսկ բան ասացի այդ դեպքում, բայց ես կարծում եմ, որ ընդդիմության մեջ եւ ընդհանրապես այս ընտրապայքարում նոր ուժը լինելու է նոր ձևով, մեր ձևով կամ ուժը Հայաստանը, որովհետեւ ընդհանուր առմամբ նայելով իրանց համար։ Բայց համանadrությամբ փաստորեն Սամվել Կարապետյանը չէ կարող չէ լինել վարչապետ քաղաքացիական պայմանագիրի հիշեցնում է։ Միջև ընտրությունների արդյունքները լինի, չի լինել նախընտրական ցուցակում, ասենք Նարեկ Կարապետյանը կլինի։ Հետո կփոխեն համանadrությունը։ Հաղթելու դեպքում իրավիճակը կփոխեն, ինչի չի լինում։ Քանի անգամ են բան արել։ Համանadrությունը այսքան խախտեցին, ամեն օր խախտում են, որը մեկը։ Իսկ օրենքով նրանք կարող են օրենքով փոխել 2/3-ով։ Ես ասում եմ, որ եթե համատարած խախտում չլի, համատարած կեղծիք չլի, 30-35% ավելի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ԿՊԸ-ն կամ չի հավաքելու, ավել չի կարող հավաքել։ Իսկ քաղաքացիական պայմանագիրը ում հետ կհամագործակցի։ Ոչ այն բաները, որոնք իր հետ համագործակցել են Երևանի ընտրություններում, նրանք շանս չունեն անցնելու։ Որովհետև նրանք խաբել են, ընդդիմադիր են հանդես եկել, դուրս են եկել, ձայներ տվել, ունեցել են 9%-անոց Երևանի քաղաքապետ։ Նրանք խաբում են, նրանք արևմտամետ չեն։ Արևմուտքը նշանակում է հարգանք օրենքի նկատմամբ, սահմանադրությամբ եկեղեցին անջատվածապետությունով, այդ մարդիկ արևմտամետ են հանդես։ Արևմուտքը բերեց Հայաստան, բերեց Երևան Նիկոլ Փաշինյանը։ Արևմուտքը ընդհանրապես մի բան ասեմ, շահերի համար կապ չունի, այնտեղ իրանց շահերը պահանջում որ Նիկոլ Փաշինյանը լինի, պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, վաղը չի շահերի հարցը։ Նրանց համար ինչ կա, նրանց համար մենք Աֆրիկա ենք։ Ասենք հետաքրքիր չի, թե մարտակերներ երկիր են, ինչ ուզում է այստեղ կատարվի։ Կարևորն է նա որ
ճանապարհը բացվի, Թուրքիան ու Ադրբեջանը փող աշխատել։ Այսօրվա դրությամբ էներգակիրներով լի Ադրբեջանն կա, նավթ ունի, որոշ քիչացել է, գազ ունի, Թուրքիան կշիռ ունի, իսկ Հայաստանը ինչ ունի։ Հայաստանը ինչ ունի։ Եթե մենք չհամախմբվենք, մենք դաշնակից էլ չունենք։ Իսկապես դաշնակից էլ չունենք։ Հարգելի հայրենակիցներն ու Անտապանակրկին եթերում եմ, ինչպես խոստացել ենք, մի հեռախոսազանգի պատասխանենք, որից հետո շարունակենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Բարի, հագարտակից տելեֆոնս չարջատես, ուզում եմ խոսալ։ Բայց շատ երկար խնդրում եմ չխոսել։ Մեր հույրին ես ուզում եմ, ինքը շատ հոյակապ ազդավորություն է մեր հույրը։ Ես մեր հույրին ուզում եմ ողջունեմ, բարեկամ շուտով գալու եք մեկ այդ խուժանին բռնդել։ Լավ, ես խնդրում եմ մեր եթերից վիրավորական հայտարարություններ չանել իշխանության հանդեպ։ Եթե հարց ունեք, մարդու վիրավորում է։ Դուք ձեր հարցը ուղղեք։ 10 միլիոն մարդու ամենով վիրավորում է, փողերա բաժանում, իրանց մեջ ուտում են, թալանում են, այդ չենց ասում։ Ասում ենք, ձեր հարցը։ Թալանում է էդի կատարյալ կռիվ։ Ես ստիպված եմ նորից ընդհատել եւ խնդրում եմ ամեն անգամ ձեր զանգը ես կիսատ եմ թողնում, որտեւ ամեն անգամ հայտարարում ենք Նոյան Տապանի եթերը նախատեսված չեն նման վերաբերմունքի այդ ատելության խոսքերը հայտարարելու համար։ Պարոն Սարգսյան, այն որ իշխանություններից դժգոհ ենք, դուք էլ եք դժգոհություններ ունեք, ձեր դժգոհությունը երևում է մամուլում արված ձեր հրապարակումներով, փաստերով եք խոսում։ Հիմա անդրադառնանք, դուք նշեցիք, որ Արևմտյան Ադրբեջանի մասին էլ խոսակցությունները կարծես նորից ակտիվանում են։ Մյունխենում Ալիևը մի քանի հայտարարություն արեց, կուզեմ դրան անդրադառնանք եւ դրան զուգահեռ Արևմտյան Ադրբեջանի։ Ալիևը ինչ հայտարարեց, որ պատերազմել է Հայաստանի դեմ։ Ալիևը հայտարարեց, որ այն Հայաստանի դեմ է պատերազմը եղել, որի ղեկավարը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Ալիևը շեշտեց, որ լինելու է միջանցք, ավելին ըստ նրա միջանցք անցնելու Ադրբեջան-Հայաստան-Ադրբեջան, Թուրքիա, հետո Եվրոպա երթուղով, ինչ վերաբերում է այսպես ասած խաղաղության խաչմերուկին, ինքը ինչպես ասեց, երբ նախագահ Թրամփը վերադարձավ, դա դարձավ թրիփ, եթե նորից Բայդենը վերադառնա, կդառնա նորից խաղաղության խաչմերուկ, այս հեգնական մոտեցումը եւ ամենակարևորը եւս մեկ անգամ հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը կընկնվի այն դեպքում հենց անկախության հռչակագիրը չլինի։ Սահմանադրության փոփոխությունը։ Ընդ որում սահմանադրության փոփոխության մասին Սրփուի Գայլան հայտարարեց, որ մարտին արդեն պատրաստ կլինի։ Ինչ է նշանակում։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը այս անգամ Մյունխենում չէր եւ Ալիևի հայտարարություններին կարծես տեղում հակադարձող չկա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կնա Մյունխեն ինչ հայտարարի։ 20 թվական անհետ Մյունխենյան սկզբունքը Իգրան մեծի մասին էր խոսում նախ։ Հիմա գիտեք ինչ, ներկայացնում Ալիևը ասում է անում է։ Ալիևը Նիկոլ Փաշինյանին վիրավորել է, այդ Նոլդու Փաշինյանն էլ հալփած ծաղրածու, էլ որ ինքը կողոս չի կարող ղեկավարի։ Ինչ ասել Նիկոլ Փաշինյան Ալիևին։ Տեսացեք որևէ մի բացիկիրթ ու կառուցողական, միջև պատերազմից առաջ հիշում եք, որ ասում էր Ալիևը կիրթ եւ կառուցողական մարդու տպավորություն է տվել։ Հիշում եք, ասում եք, չէ՞։ Հիմա էլ մրցանակներն են կիսում միասին։ Ինչ մրցանակ ինչի համար են տվել, որ գեր, եղբայրության, խաղաղության, ձայնեթ ինչի համար, որ մեր ամեն օր մեր արժանապատվությունը նվաստացնում են դրա համար, որ մեր գերիներին տանջում են, որ Արցախում ոչնչացնում են։ Ասենք այդ եկեղեցիները, մեր պատմական արժեքները, մեր հնա ինչ վնաս են տալու քանդում։ Ինչի համար են քանդում։ Ընդ որում Արցախը ասում են, որ այդ տարածքները տուրիստական արդեն զբոսաշրջության շրջանակներում Ալիևը սկսել է ներգրավել։ Որպես աղբանական ներկայացնել։ Ասենք քոչվոր ադրբեջանցիները, որոնք եկել են Ալթայից են եկել, թե Կենտրոնական Ասիայից են եկել, որտեղից եկել են։ Իրանց այդ ամբողջ ես չեմ վիրավորում որևէ ազգի, ադրբեջանցիներ նաև ծանոթներ ունեմ, 10 տարի գնացեմ իրանց այդ հանդիպման, շատ լավ կոնտակտ հաղորդակցվել եմ, այսօր էլ իմ Facebook-յան ընկերների մեջ ադրբեջանցիներ կան։ Նենց որ ես որևէ ազգին չեմ վիրավորում, ոչ ադրբեջանցիներին, ոչ թուրքերին, բայց որ իրանք մեզ են վիրավորում։ Այսինքն հասել այնտեղ, որ հանրային հեռուստաընկերությունը Արցախ ստեղծագործության անուն վախենում է։ Ինչի համար եք այդտեղ։ Վեր կացեք, հեռացեք, դուք պարտվել եք, դուք տայել եք պատերազմի, դուք եք տայել պատերազմի։ 20 թվականի հուլիսին Տավուշի սահմանագոտում մի երկու
2 դիրքի համար տան 70 քանի հոգու տվեցին Սարտարապատում մարտական խաչ հայտարարեցի որ տարածաշրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ամենահզոր բանակն է հետո ինչ տարապարտության եւ չհեռացավ Նիկոլ Փաշինյանին պետքա դրսի ուժերին պետքա Նիկոլ Փաշինյան որ Հայաստանը կազմակերպեն գնում է Հայաստանի կազմակերպում ես գրել եմ որ Ավալիայի նոր ճակատամարտն է նոր ճակ իսկապես չեն հասկանում մարդիկ որ մեր երկիրն են քանդում Արցախ հանձնեցին Հայաստանը քանդում են եթե Հայաստան որպես պետություն մնաց կամ այս սահմաններով մնաց դա հրաշք է լինելու ունենալով նման ղեկավարություն իշխանություն եւ ունենալով նման ընդդիմություն ովքեր 5 տարի ազգային ժողովում ջուր են ծեծում Նկատի ունեք Ալիևի հեգնական վերաբերմունք ինչին է վերաբերվում որ ինքը իր հայտարարություններով ներքին խառնվում է մեր ներքին ով է տալի հնարավորությունը Փաշազադը 25 թվականի մայիսի 22-ին Փաշազադեն հայտարարում է 20-ին թե 22-ին հայտարարում է որ հայ առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում ելույթանում մի շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանը միանում է դրան այստեղ պատահականություն բան չկա քիչ է 18 թվին համահարություն փոխում Նիկոլ Փաշինյանը ինչու՞ չէր բան եկեղեցու դեմ ասում են մենք գործ չունենք օրենքով այդ ո՞նց եղավ որ 18 թվականին Սերժ Սարգսյանի Հակոբ Կարացամահարությունը շատ եկավ այդ կոստյումը շատ եկավ Նիկոլ Փաշինյանին նա չփոխեց համահարություն ինչպես եղավ որ այն ժամանակ 18 թվականին 20 թվականին չէր ուզում հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակում չէ հենց Ալլահ Շուքր Փաշազադեն որը որոշ տվյալներով ադրբեջանական ինքը KGB-ի գնդապետ է եւ շատ բիզնեսների մեջ է նա չի որ մարդը սուրբ է նուրբ է ոնց որ ասում են կամ հռոմ պապն է սուրբ նուրբ Վատիկանի բանկի մասին լսել եք դու գիտեք ինչ ազդեցություն ունի Հռոմը Վատիկանը որպես ազդեցություն կենտրոն պատահական է որ Նիկոլ Փաշինյանին 18 թվականի հունվարի 30-ին Հռոմի հյուրանոցում բանան ոստիկանները ձեր բակալեցին երբ որ սպասուհին համացանցում տեղեկություններ կա որ սպասուհին գալիս է հյուրանոցի համար բանով պարկերով փող հայտնաբերում պատահական է որ մինչև 18 թվականի այս իշխանական ինչ որ հայտարարություն եք անում այդ մամուլից եք տեղեկացվել այդ հայտարարության կա համացանցում չգիտեիք այդ մասին դեպ ամեն դեպքում դրանք ապացուցված փաստեր են համացանցում կան տեղեկություններ իսկ ով պետք է պարզի ես ասում եմ որ կան տեղեկություններ ես ինձ այն չեմ հնարում կամ որ ասում են 18 թվականին ոնց է բանի Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված Արմեն Սարգսյանին բերեցին Հայաստանի նախագահ սարքեցին Մարախլապատ Ալբիոնից ինչու բերեցին հեղափոխությունը սկսվեց նկատի ունեք որ մենք ինքներս հող ենք նախապատրաստել Ալիևի նման հայտարարությունների համար մենք ովքեր Հայաստան դրսից աղեկավարվել հենց անկախությունից սկսված Հայաստան միջև մի ղեկավարումը դրսից Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանը եւ առանձնապես շատ ավելի Նիկոլ Փաշինյանը Ալիևի նման հայտարարությունները հող են նախապատրաստում որ նորից ինչ որ մի զիջման եթե մնաց այս իշխան ընտրություններով վերարտադրվեց համադրություններ են փոխելու անկլավներ այսպես կոչված անկլավները վերին ոսկեպարը Սոֆուլուն Բարխուդալուն Տանկտավուշի մարզում են եւ Տիգրանաշենը Քյարքին հանձնելու են 300,000 ադրբեջանցի գալու Հայաստան դրանք իրանց հետ անվտանգության ուժեր են բերելու ունենալու են իրանց ոստիկանությունը իրանց դատարանը չգիտեմ նրանք գիտեք ինչ է դա լինելու Հայաստան չի լինելու որպես պետություն այ ոնց որ Լիբանանի նման որ պետություն էր որ մի տարածքը մի մասը մի երկիր էր ղեկավարում Հայաստան պետություն չէ այս ամբողջ խաղը դրա համար եւ մեն Ադրբեջանը չի ստե Ադրբեջանը մենակ չէ միջազգային բաներ կան ավելի հզոր ուժեր կան որոնք Ադրբեջանին բան են տալի այստեղ դիմադրողականություն չկա որտեղ այն ընդդիմություն որ 5 տարում այսքան ավերից հետո Նիկոլ Փաշինյանի impeachment չի հայտարարել դա ընդդիմություն չի ընդհանրապես ցույց է տալի որ ընդդիմություն է այդ ընդդիմությունը պետք է գնա ընտրություններին թե ոչ Սահմանադրորեն օրենքներով իրավունք ունեն այ ես մի հատ բան եմ իսկ այդ բարոյական իրավունքի մասին մի բան ասեմ բանը Բոդլերը Շարլ Բոդլերը ֆրանսիացի գրող ցենց մի փոք էսե ունի ասում մեկը մի տգեղ շատ տհաճ տերկով մեկը հայելուն երկար նայում է Ակողքից ասում դու շատ տգեղ ես ինչու ես նայում դու հայելուն չէ որ դու տհաճ ապրումներ ես ասում ես իրավունք չունեմ հայելուն նայելու ես ունեմ չէ՞ իրավունք հիմա նայեցեք իրավունք ունի ընդդիմություն մասնակցել ինչու՞ չի իրավունք բայց ինչա մասնակցում
ասենք որ մասնակցումը հաղթելու, հա, այդ ընդդիմությունը չէ։ Իսկ նոր ուժեր օրինակ որ եկել են, նրանք պետք է կան։ Այսինքն ոչ այդ սրանց ինչա պետք է, որ սրանք մեղադրեն նախկինները իրանց մեղադրեն հայրենիք հանձնելու մեջ, սրանք նախկիններին մեղադրեն թալանի մեջ, իր պասերով, խաղերով դենց գնան։ Սև ու սպիտակ ոնց է 21 թվին։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրեցին թալանի մեջ, Ռոբերտ Քոչարյանը եւ ինչ է։ Այս խաղն են ուզում տանել։ Ընդ որում Քոչարյաններն էլ են համոզված, որ այս իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն ունի, եւ Լևոն Քոչարյանը շատ ակտիվ է, ընդ որում Արարատի ֆոնին է նկարվում եւ Լևոն Քոչարյանը իրավունք այդ ունի, լեռան հետ կապն է ներկայացնում։ Բայց Լևոն Քոչարյանին ես չեմ կարծում, որ ինքնուրույն քաղաքական գործիչ կայացել է։ Ռոբերտ Քոչարյանի, որ հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանի տղա։ Ես ամենայն վատ բան չեմ։ Փաստորեն այդ դաշտում Քոչարյաններ եւ Կարապետյաններ կարծես թե ակտիվ են։ Կարապետյանն ավելի շատ։ Կարապետյանների ակտիվությունը, իսկ ինչով եք բացատրում ակտիվությունը եւ ժողովրդի ընկալումը, իրոք նրանց ծրագրերը իրականության հետ համընկնող ծրագրեր են։ Գիտեք, նրանք Օրինակ հպայականներն ասում են այդ 300,000 աշխատատեղի մասին, որ խոսում են, չունեն, իրենք ուսումնասիրություններ չեն պատկերացնում, դաշտը դա անհնար է։ Ոչ անհնար բան չկա, այդ մարդիկ կայացած մարդիկ են։ Նրանք հաջողության են հասել, իրանք առանց բանի լինելու, իրանցով Բայց են։ չէ, որ քաղաքացիական պայմանագրի եւ ներկայիս իշխանության շնորհիվ Միացյալ Նահանգներից տեխնոլոգիական նոր մոտեցումներով դարաշրջան է Հայաստանի սպասում, արհեստական բանականության կարգ։ Սարքեցին գործան, այն մետալուրգիական Դե գործան կլինի, Վենսը եկավ, գնաց, խոստումներ ունեն, համաձայնագրեր ունեն ստորագրված եւ պետք է սկսվի կյանքի շատ են կոչել։ տալի, խոստումներ տալիս են, բայց իրականությունը ո՞րն է։ Հիշում եք Եվրոպան ինչքան փոխվեց տան։ 1.5 միլիարդ, հիշում եք, Եվրամիությունը պետք է տվեցին է 1.5 միլիարդ, տվեցին։ Խոստանում են էլի։ Այնի ինչը յետմին, որփին, խոստանում են էլի։ Բլիթ տալ փոխարեն խոսք են տալի, չէ։ Ինչ արին։ Այն մի հատ մետալուրգիական գործարան պետք է սարքեն երաշխում։ Էդ էլ չսարքեն, դրոշ տնկեցին բանի Ամերիկայի։ Էդ էլ չօգնեց։ Փոխեցին գործարան տեղը։ Նկատի ունեք արևմուտքի այս ելքու մուտքը մեր տարածաշրջան։ Բոլորին ձեռա տալի։ Ռուսաստանի կողմից այդ հայտարարությունները մի անգամ սպառնում են, մյուս անգամ ասում են, որ մեր ներքին իրավունքն է, մենք կարող ենք կողմնորոշվել, թե ում հետ բարեկամություն անենք, հարևանություն անենք։ Ով ասում է ներքին իրավունքը։ Ռուսական կողմը երբեմն ասում են մենք չենք խառնում, նույնպես կողմն ասում է ինքնիշխանության իրենց տարածքային ամբողջականությունն է, թող։ Բայց իրականում ինչ է փոխվել։ Հայաստանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանությունը շատ ավելի աճել է ի հաշիվ Եվրոպայի։ Խոսքերով Եվրոպա են գնում, իրականում Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխներն են ռուսական ոսկիները, բրիլյանտները, ադամանդները լվանում Դուբայի բորսայում։ Ինչը Հայաստանը օգնել է, այսինքն այս իշխանությունը օգնել է, որ Ռուսաստանը պատժամիջոցները հաղթահարի, միկրոչիպեր են բերել։ Բայց ո՞նց է որ ամենախոշոր հարկատունները մեծ մոբայլ ցենտրն է։ Ումն է պատկանում այդ մոբայլ ցենտրը, չգիտեք։ Ո՞նց է որ Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխները միլիարդավոր դոլարների ռուսական ոսկիներ ու ադամանդներ են բանարել իրացել Դուբայի։ Ո՞նց է որ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Սարգսյան, մենք ընդհանրապես ունենք 3 րոպե ժամանակ եւ ուզում եմ ձեր կարծիքը լսել։ Կաթողիկոսի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում եւ կիրառվել երկրից դուրս գալու արգելքը իբրև խափանման միջոց։ Խայտարակություն։ Ամոթ, խայտարակություն, իրավական Փաշինյանը խոսում էր եկեղեցականների կողմից դավադիր պլանների մասին։ Սահմանադրությամբ եկեղեցին անջատված է պետությունից։ Դատավորը որոշում է, որ Նիկոլ Փաշինյանը որ պետք է կաթողիկոսը դատանի որոշումով մեկի նշանակի թեմի առաջնորդ կամ վերականգնի այդ պաշտ։ Վաղ դատավորը կարող է որոշի, որ մի տիրավդավ քահանայի կամ եպիսկոպոսի հայցով, որ կաթողիկոսը նսեմացրել է այդ տիրադավի արժանապատվությունը, ստիպել է իր աջ ձեռքը համբուրի։ Ինչ գործ ունեք դուք մտել եք մատանուարանքը, հայ առաքելական եկեղեցին ինչքան դարերով գոյություն ունի որպես ինքնուրույն կառույց, իր կանոնադրությամբ, ընդհանրապես պետությունը ինչ գործ ունի, որևէ մեկի ապացուցվել է հանցագործություն։ Դե պետությունն էլ ասում է եկեղեցին ինչ գործ ուներ, որ մտավ քաղաքական։ Ոնց մտավ քաղաք։ Ինչ արա։ Այն սրբազանը, Բագրատ սրբազանը, մեր սրբազանը, երկու անգամ հավաքել ժողովրդին, 100,000 մարդ էր հավաքել։ Բայց վերջում էլ կոչ արեց իշխանափոխություն։ Չէ, ինչ արեց, ցրեց տներով։ Փոխանակ, ասենք, պետք է ունենար պլան B, պլան B, ունես, հավաքեցիր։ Պլան B-ն ո՞րն էր։
Այդ 100,000 մարդից Դե մի քանի րոպե ժամանակ տվեց իշխանությանը դե ուրեմն հեռանալ։ երևի ես հավատում եմ որ խափել են ասել են որ այդքան մարդ հավաքվի Նիկոլ Փաշինյանին կասեն կամ հրաժարական եկեղեցի ինչ արել հակասահմանադրակ այն դիլիջանից աղջկանն են Մանթաշյան Լիդիային ինչ էր արել են աղջկան քանի ամիս պահեցին ինչ էր արել ասում են ինչ որ գրառում էր արել գրառումն համար ինչ են անում կամ ինչ արել Բագրատ Սեփազյանը դատարանում իրան ինչ իր անդադ ասում է որ սուտ ապացույցները կեղծել եք չի ասում դե դատոր լինել տեսնենք էլի հիմա ինչ արել կաթողիկոսը ինչ արել նենց որ ես միշտ հիացած եմ եղել մեր կաթողիկոսի գործունեությամբ պետք քննադատել եմ նենց եղել է բայց հիմա որ տեսնում եմ որ հանիրավի մեղադրում են ուզում են սա հայկական օրակարգ չի սա դրսի օրակարգ է որպեսզի մեր ինքնության վերջի պատվան ամենահզոր պատվանը եկեղեցին է դպրոցները քանդեցին դպրոցները մեր պատմությունը կեղծեցին Արցախից հրաժարվեցին Արարատ լեռից հրաժարվեցին բանից հայ ժողովրդի պատմության փոխարեն Հայաստանի պատմություն ինչ ասես արին մեր հերոսամարտերից հրաժարվեցին Արցախ-Ադրբեջանա եւ վերջ այս ցախել չի Ղարաբաղ են ասում վախենում են Արցախ բառնա հիմա ինչի են հասել են ուզում են եկեղեցին քանդեն իսկապես ունեն քանդեն եւ կան այդ բաները Բենտլիասեր Կոճոյան կա եւ մյուսները կան որոնց իհարկե կաթողիկոսի սխալն է որ այս մարդկանց պաշտոններ տվել չճանաչելով ովքեր են իրան իհարկե սա կաթողիկոսի սխալն է որ ինքը այս ականներին իր մոտ պահել է Նիկոլ Փաշինյանը համայնը վետինգ անում մաքրում է եկեղեցին այս տիրադամներից մաքրում է այսինքն այնանք ովքեր բանի տեղ աստծուտեղ ճանաչում են կաթողիկոսի փոխարեն ճանաչում են բանին Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյան վախենում է եկեղեցակուց եւ եկեղեցականներից ես իմ կարծիքով նա ընդհանրապես հավատ չունի ես այդպես եմ կարծում որովհետեւ չեմ տեսել այս որ բանով կարդում է սաղմոսներ ամեջ բերում ինչ գրում են համացանցում որ ինքը ընտանիքով կյանքի խոսքի բանը ժամանակ ավարտվեց Աննա Հակոբյանը գրառում կատարեց այսօր որ իրենց քաղաքացիական ամուսնությունը ավարտվեց հիմա սա թեմա է դարձել համացանցում ինչի համար էր այս գրառումը ուշադրություն են շեղում ավելի լուրջ հա ասենք ում է հետաքրքիր ասենք ամուսնացած են թե չամուսնացած են երեխեք ունեն ինձ բան չի նա հակուստը հակուկապը նա շորերը սիտիկները բանը այդ նման բաները չի հետաքրքրում կարևորն է նա թե ինչ է կատարում այն որ լավ բան չի Շնորհակալություն պարոն Սարգսյան մեր հաղորդումը ավարտվեց հարգելի հայրենակիցներ այսօր այսքանով ավարտում ենք հետևեք զարգացումներին մնացեք խաղաղությամբ